Բարի կեսօր մեզ նոր միացած հեռուստադիտողներին, թե ինչ կրկին անցում կատարենք արվեստի հետաքրքիր աշխարհ ու խոսենք մի գեղեցիկ ու խորիմաստ ֆիլմաշարի մասին, որ բոլորիս կտեղափոխի մանկություն, հիշեցնելով բակային ջերմ ու հետաքրքիր խաղերի մասին։ Մեր մանկության բակային խաղերը, հենց այսպես է կոչվում ֆիլմաշարը, որի հերոսները Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում կողք կողքի ապրող երեխաներն են։ Հենց այս պահին մեր տաղավարում է ֆիլմաշարի ռեժիսորը Մարինա Սոլոյանը, ում հետ էլ կխոսենք իր ստեղծած հետաքրքիր այս ֆիլմաշարից։ Բարև ձեզ։ Բարի առավոտ։ Ինչպե՞ս եք։ Օրը սկսվել է ձեզ հետ հանդիպելով եւ իմ սիրելի նախագծի մասին խոսելով։ Շատ լավ եմ։ Շնորհակալություն ձեր տաղավարում ինձ հյուրեն գալելու համար։ Ձեզ եւս շնորհակալ ենք, շատ հետաքրքիր մեսիջ եք դրել այս ֆիլմաշարում։ Եկեք նախ խոսենք այն մասին, թե գաղափարն ինչպես առաջացավ, ինչու որոշեցիք հենց այս պատմությունը վավերագրել եւ հիշել մեր մանկության բակային խաղերը։ Շատ տարիներ առաջ, երբ որ ես դեռ փոքր էի, ու մի անգամ իջել էի բակ, իմ բակի տղաներից երկուսը մեզ ասին, որ մենք նոր խաղ ենք ձեզ այսօր սովորեցնելու, որը կոչվում է դրոշակ փախցնոցի կամ բերդի գրավում։ Ու տարիներ հետո ես որոշեցի, որ ուզում եմ այդ խաղը վերստեղծել, այսպես ասած, նոր կյանք տալ, ու սկսեցինք շորեր կարել այդ խաղի համար եւ թիմերը բաժանել երկու մասի, անունները դնել Կիլիկիայի դքսություն եւ Անտիոքիայի դքսություն եւ Կիլիկիայի թագավորություն։ Եվ այդպես մենք փորձեցինք վերականգնել այդ ժամանակների կոստյումները, կարեցինք այդ կոստյումները եւ տաշիրում մի քանի խաղ ունեցանք, ու ինձ թվում է, որ այդ դա էր, որ մի քիչ հետո ժամանակ անցավ ու ինձ բերեց այս նախագծին եւ ես սկսեցի մեր բակային մշակույթի մասին դոկումենտալ գծիկ խաղարկային ֆիլմիկներ ստեղծել, գտնել երեխեքին ու ամեն էպիզոդ նկարել Հայաստանի տարբեր տեղերում, որովհետեւ ես մտածում էի ինչ անեմ, նկարեմ նույն վայրում, նույն միջավայրում, նույն երեխեքի հետ, թե փորձեմ ուրիշ երեխաների հետ աշխատել ու հասկացա, որ ավելի ճիշտ կլինի գնալ տարբեր տեղեր, Հայաստանի տարբեր մարզեր, որովհետեւ մենք բոլորս խաղացել ենք նույն խաղերը, չնայած որ դրանք ունեն տարբեր անվանումներ, օրինակ Բադերի որսորդ, Գործանգործ, բայց երևույթը նույնն է, եւ այդ պատճառով որոշեցի շրջել Հայաստանով մեկ, գնալ տարբեր բակեր եւ խաղալ ու նկարահանել տարբեր երեխեքի հետ։ Այսինքն ստացվում է դուք իսկապես իրական ճամփորդություն եք կատարել եւ տեղում գտել եք երեխաներ, հա, տեսել եք նրանց խաղերը, թե նախապես գուցե ինչ-որ ծանոթների միջոցով փորձել եք կապեր գտնել, իմանալ որտեղ ինչ է կատարվում եւ այլն։ Ինձ օգնել են շատ մայրիկները, ահա որ շատ, եւ ես դրա համար շատ ուրախ եմ, որովհետեւ իրենք շատ նախաձեռնող են, մեր հայր մամաները շատ պինդ նախաձեռնող։ Ես զանգում եի իրենց, եթե ուզում էի նկարահանում անել, չգիտեմ, օրինակ Վաչագան գյուղում, գտնում էի անպայման մայրիկ, որովհետև գիտեի իրենց այդ պատրաստակամությունը օգնելու, եւ իրենք ասում էին, հա, իհարկե, մեր երեխեքը խաղում են այստեղ, այս ինչ տեղում, այս ինչ ժամին։ Եվ երբ որ գաք, դու կարող եք իրենց այդտեղ գտնել կամ կարող եմ ես երեխեքին հավաքել, եւ իրենք մեր մամաները հավաքում էին երեխեքին եւ այդպես մամաների միջոցով ես գտնում էի այդ համայնքը երեխեքի, որոնք որ խաղում էին բակային խաղերը։ Այս առումով հետաքրքիր է արդյոք Երևանի թաղամասերով շրջել եք եւ նկատել եք կա հիմա այդ խաղային այն քաղցր հետաքրքրությունը, որը որ մեր մանկության տարիներին է։ Շրջել եմ Երևանով եւ մտածում էի, լավ, ես ինչ նկարեմ Երևանում։ Մտածում էի միգուցե գնանք Կոնդ, այնտեղ նկարենք 7 քար կամ հոլ, որովհետեւ հոլը հիմնականում խաղում էին, հիմա էլ չեն խաղում Երևանում։ Մարզերում չեմ նկատել, որպեսզի հոլ խաղան, կամ համենայն դեպս ես չգիտեմ, չունեմ այդպիսի ինֆորմացիա, բայց Երևանում այդպես էլ չկարողացա ինչ-որ բան նկարեմ։ Մտածում էի, որ հա, մտածում էի միգուցե նկարեմ այդ բարձրահարկ շենքերի բակում, այդ որ ամեն քայլափոխին պատը մեր առջև տենց բարձր ու երկինք հազիվ է երևում, այ միգուցե այդ արանքում մի բան նկարեմ երեխեքի հետ, միգուցե բակային ֆուտբոլ, որոնք սիրում են երեխեքը խաղալ շատ, բայց չհաջողվեց եւ ես Երևանում չնկարեցի, որովհետեւ չգտա խաղացողների։ Դա շատ իսկապես տխուր փաստ է, որ այսօր ավելի քիչ է երեխաները, հատկապես քաղաքաբնակ երեխաները խաղում դրսում, բակում։
Բայց կարծում եմ, որ ձեր ֆիլմաշարը դիտելուց հետո շատերը կմտածեն եւ կորոշեն նորից ակտիվացնել իրենց խաղերը։ Ես առաջարկում եմ այս պահին դիտենք ֆիլմաշարի մասին փոքրիկ տեսանյութ եւ ապա վերադառնանք։ Դիտենք։ Կոբրա, դուկլիկ, չափալա, բոքո, տղաներն էլ իրաց մոտ ունեն։ Շատ ջերմ պահեր էին իսկապես, հետաքրքիր է այս բոլոր դրվագները, որ նկարել եք, որ մարզերում եք պտտվել, ինչ հետաքրքիր պատմությունների եք ականատես եղել, մի փոքր պատմեք այդ ընթացքից։ Ես միշտ ասում եմ, որ այս ֆիլմաշարի ընթացքում ես Հայաստանի մասին շատ բան եմ իմացել, Հայաստանի ռեստորանային բիզնեսների մասին, հյուրատների մասին, երեխեքի կրթության մակարդակի մասին, թե ինչպես են իրար հետ հարաբերվում, ինչպես են շփվում, ամեն ինչ, այսինքն կարելի ասել, որ սոցիալական հետազոտության նման ինչ-որ մի բան էր, որը ինչ-որտեղ շատ ուրախացնում էր, ինչ-որտեղ շատ հիասթափեցնում էր, բայց ինձ դուր էր գալիս, որ մեր երեխեքը շատ ուշադիր էին իրար նկատմամբ եւ հատկապես փորձում էին աղջիկներին ավելի շատ ուսումնասիրել եւ հասկանալ ինչ մտածելակերպ ունեն իրենք այդ բակային խաղային մշակույթի մեջ ինչպես են տղաներն ու աղջիկները հարաբերվում իրար հետ, որովհետեւ մենք ֆիլմաշարում ունենք հարցազրույցների հատված շատ փոքր եւ իրենք պատմում են թե ինչու են սիրում իրար հետ խաղալ տղաներն ու աղջիկները, ինչու չեն սիրում իրար հետ խաղալ, ինչ կոնֆլիկտներ ունեն իրենք իրենց հետ, որովհետեւ դրանք շատ ահռելի են ու ես ինքս էլ կոնֆլիկտներ ունենալով ու մեծանալով շատ այդպիսի աղջիկ, որ միշտ կոնֆլիկտ ուներ տղաների հետ կռվում էր բակում բան, ուզում էի հասկանալ որտեղից է դա գալիս։ Եվ մենք նկարել ենք Յաղդանում, նկարել ենք Վաչական գյուղում, նկարել ենք Ուրցաձորում, Մեծավանում, Մեղրիում, Գորիսում եւ այդպես շարունակ տարբեր ուրեմն տեղերում, որոնք որ ես ընտրել էի պատկերը իմ գլխի մեջ ունենալով, այսինքն ինչ միջավայրում պիտի իրենք լինեն, ինչ են իրենք տեսնում, երբ որ իրենց աչքերը բացում են, որ լեռն է իրենց մոտ երևում եւ այլն, այսինքն այդ ամենը հաշվի առնելով եւ այդպես մեր ճամփորդությունը հյուսիսից հարավ ձգվեց։ Հետաքրքիր է կոնֆլիկտների մասին, քանի որ խոսեցիք, հիմնականում ինչ կոնֆլիկտներ էին ունենում տղաներն ու աղջիկները եւ արդյոք պատրաստ էին տեսախցիկի առաջ դա պատմել։ Իրենք շատ բաց էին, ես զարմանում էի, թե ինչքան ազատ ու հանգիստ իրենք խոսում էին այդ խնդիրների մասին ու շատ ուրախանում էի, շատ, որովհետև իմ սերունդը ուներ այդ խնդիրը, որ ինչ կոնֆլիկտ ունեն, իրենք իրենց մեջ պիտի պահեն ու ամաչում էինք մենք խոսել այդ խնդիրների մասին, բայց իրենք շատ բաց էին, շատ հանգիստ ասում էին, որ դե տղերքը մեզ տանել չեն կարողանում, որովհետև մենք գնում ենք ֆուտբոլի դաշտ, ուզում ենք վոլեյբոլ խաղալ, իսկ իրենք չեն թողնում։ Մենք կռվում ենք, որովհետև իրենք սիրում են մեր մազերից բռնել ու քաշել։ Եվ հետո նույն հարցը տալիս է, իսկ ինչու եք դուք սիրում աղջիկների մազերից քաշել ու տղաներից մեկը ինչ շատ գեղեցիկ պատասխան տվեց եւ ասաց գիտեք մենք ոչ թե ուզում ենք հատուկ քաշել աղջիկների մազեր այլ իրենց մազերը երկար է ու երբ որ իրանք վազում են մենք բռնելու տեղ չունենք ու ստիպված մազերից են քաշում այդպես մնացած բաները չեմ ասի որովհետեւ ուզում եմ որպեսզի հանդիսատեսը դա տեսնի ֆիլմերի մեջ էպիզոդների մեջ կարծում եմ շատ հետաքրքիր պատճառներ կան այդտեղ եւ դեռևս ուսումնասիրելու կարիք կա այդ ամենը որովհետեւ դա ինձ թվում է անվերջ թեմաներից է թե ինչու ենք մենք իրար միս ուտում ու ինչու մեր հայացքները ինչ որ տեղում չեն հատվում։ Իսկ որքան ժամանակ է պահանջվել որպեսզի ամբողջ ֆիլմը կարողանաք
համարել, որ ավարտված է եւ արդեն անցնել մոնտաժային աշխատանքներին, գուցե դա էլ բավականին երկար ժամանակ է խլել։ Մեկ տարի միայն իդեան իրագործելու վրա ենք ժամանակ ծախսել, շուրջ մեկ տարի եւ հետո ամբողջ օգոստոսին նկարել ենք, մենք տանը համարյա չէինք լինում, շատ հեռու գնում էինք, հետ էինք գալիս եւ պատրաստում ենք մյուս նկարահանմանը, որովհետեւ ես այս ֆիլմաշարի համ ռեժիսորն եմ, համ մտահղացման հեղինակ, համ պրոդյուսերը, բայց իհարկե հարկադրված է այդ ամեն ինչը մենակ անում, ինչը նաեւ շատ հաճելի էր, կազմակերպում ենք եւ գնում ենք նկարելու հետ էին գալիս եւ հետո մեր ուրեմն post-production շրջանը, այսպես ասած, տևեց շուրջ 2 ամիս, արդեն 3-րդ ամսում ամեն ինչ պատրաստ էր, մոնտաժը ավարտել էինք ու արդեն սկսեցինք։ Իսկ թիմին ինչպես գտաք, ում հետ էիք աշխատում, օպերատորներ, մոնտաժող եւ գուցե ադմինիստրատիվ այլ օգնող մարդիկ։ Իմ ադմինիստրատիվ օգնող մարդիկ մամաներն էին, ինչպես շեշտեցի, տարբեր տեղերում տարբեր մամաներ։ Օպերատորը, իմ սիրելի օպերատորն է Գաբրիելան, որի հետ որ մենք շատ երկար աշխատել ենք եւ իմ ֆիլմերի մեծ մասը հենց իր հետ եմ նկարում։ Իսկ մոնտաժը էլի արել ենք Գաբրիելայի հետ, այսինքն մենք գիտեինք ինչ ենք ուզում, ես հստակ գիտեի սկզբից մինչև վերջին չեմ պատկերացնում եւ մենք միասին մենք իրար շատ լավ ենք հասկանում եւ այդ օգնում է որպեսզի շատ արագ կողմնորոշվենք ու միասին աշխատենք։ Այսինքն շատ փոքր թիմ ունեի եւ ունեի իհարկե մեր ընկերներից մեկը, որը որ նաեւ երկրորդ ռեժիսորը, որ նաեւ մեր վարորդն էր, կարող եմ ասել, որ մենք 3-ով այսպես հիմնական թիմի անդամները 3-ով էինք։ Եվ որպես պրոդյուսեր ինչպես կարողացաք ֆինանս գտնել, որովհետեւ ինչքան էլ ձեր ընկերների հետ էիք աշխատում, բայց միևնույն է կարծում եմ բարդ ընթացք էր նկարահանման եւ նաեւ այդ մասներ պետք է ապահովել։ Այդ երևի ամենադժվար, այդ մի տարին, որ ասում եմ, ձգվեց հենց ֆինանսի պատճառով եւ կարծում եմ, որ բոլոր կինոգործիչները ինձ կհասկանան։ Եվ այդ մի տարվա ընթացքում ես փորձում էի շատ ուրեմն էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկել, փորձել ինչ-որ կազմակերպությունների հետ, հիմնադրամների հետ կապվել, իդեան առաջարկել եւ այլն եւ այլն, նույնիսկ փորձել եմ մի քանի TV-ների առաջարկել այդ իդեան եւ վերջապես գտա մի հիմնադրամ, կանանց հիմնադրամ Հայաստանում եւ շատ ուրախ եմ, որ Սիրանը միանգամից տեսավ իմ նամակը, ինձ գրեց, պատասխանեց, մենք հանդիպեցինք եւ փորձեցինք այդ կապը իրար հետ գտնել ու իրագործել այս նախագիծը, որովհետև իրենք շատ էին սիրել, ինչպես որ ես էի սիրել եւ սիրում եմ այս նախագիծը, այսպես։ Ինչու է այս նախագիծը ձեզ համար այդքան կարևոր, բացի այն, որ պարզապես ուզում էիք վավերագրել այդ բոլոր մանկության տարիների խաղերը։ Կարծում եմ նրա պատճառով, որովհետև ես ինքս ապրել եմ այդ բակային շրջանը, այսինքն իմ մանկությունը անցել է դրա մեջ ու ես հարուստ մանկություն ունեմ այդ տեսանկյունից ու հստակ պատկերացում ունեի ինչպիսին եմ ուզում որպեսզի ֆիլմը կառուցվի, ինչպիսին եմ ուզում տեսնել ֆիլմը վերջնարդյունքում եւ այդ պատճառով շատ սիրում եմ եւ մեր ճանապարհորդությունը եւ բոլոր պատմությունները դրա հետ կապված այդ ամբողջ ընթացքը, երբ որ մենք սիրահարվել ենք, հիասթափվել ենք, որոշել ենք, որ վերջ մյուս անգամ, չգիտեմ, պետքա ուրիշ ձև անենք կամ վայ այսօր ինչ լավ ստացվեց, այսօր ինչքան հոգնած ենք, այսինքն ես սիրահարված եմ այդ ամբողջ ընթացքին, որը որ մենք ունեցել ենք եւ իսկ արդյոք ձեզ չի հիասթափեցնում, չնայած նշեցիք, որ ընթացքում հիասթափություններ եղել են, բայց հատկապես այն պահը, երբ պետք է աշխատել այլ մարդու հետ եւ գուցե քեզ չհավատան այդ ֆինանս հայթայթելու ընթացքը, երբ շատերը գուցե թերահավատորեն նայեն այդ գաղափարին, որին դու այդքան հավատում ես։ Երբ դու երիտասարդ ստեղծագործող ես, դա քո թիվ 1 բախումն է, որովհետև դու իդեաներով լցված ես, քո արյունը եռում է քո մեջ, դու հավատում ես քո իդեային եւ գիտես, որ դու ստացված է լինելու եւ դու հաջողելու ես անպայման, բայց երբ որ բախվում ես դրան, ինձ թվում է պիտի շատ չմտածես դրա մասին եւ թեկուզ ունենաս մեկ ֆինանսավորող, մեկ հովանավոր, բայց գնաս այդ ճանապարհով ու իրականություն դարձնես, ինչը որ մենք արեցինք ու շատ ուրախ եմ դրա համար։ Իսկ այս ֆիլմը գիտեմ, որ YouTube-յան հարթակում տեղադրվում է իհարկե, բայց այլ ինչ հարթակներում ես պատրաստվում տեղադրել, ցուցադրել, գուցե ինչ որ ֆեստիվալների ես ուզում մասնակցել
մասնակցել։ Սա տեղադրված է իմ YouTube-յան ալիքում, հենց Մարինա Սոլոյան, երբ որ YouTube-ում գրում ենք, բերում եմ առանձին ուրեմն playlist մեր մանկության բակային խաղերը վերնագրով եւ ուզում եմ իրեն ֆեստիվալների ուղարկեմ, որոնք որ ունեն ուրեմն դոկումենտալ սերիաների շարք, դա արդեն շուտով, քանի որ վերջերս ենք ավարտել նախագիծը, բայց նման գաղափարներ, իդեաներ ունենք, որը որ իրագործելու ճանապարհին ենք, թարգմանել, ճիշտ տեղեր ներկայացնել եւ այլն եւ այլն։ Այսինքն դա առանձին ընթացք է, որի մեջ մենք հիմա ենք եւ կարծում եմ, որ պիտի ստացվի։ Գիտեմ, որ բացի այս ֆիլմաշարից նաև մինչ այս ունես ստեղծագործած շատ աշխատանքներ, մի քիչ նաև դրանց մասին պատմիր, հիմնականում ինչ ոճում ես սիրում ստեղծագործել։ Ես շատ եմ սիրում խաղարկային ֆիլմեր, այսինքն ժանրը եւ նաեւ վավերագրական ֆիլմեր ու սիրում եմ այդ երկուսի խառնուրդը։ Ավելի շատ սիրում եմ այդ երկուսի խառնուրդը եւ իմ ֆիլմերը դեռևս կարճամետրաժ ֆիլմեր են, որոնց մի մասը նորից կարող եք իմ YouTube-յան ալիքում տեսնել եւ իմ դիպլոմային ֆիլմը հիմա ճանապարհորդում է աշխարհում մեկ տարբեր ֆեստիվալների է գնում, այդպես եւ Ինչի մասին է այդ ֆիլմը։ Իմ դիպլոմային ֆիլմը մի աղջկա մասին է, որի հայրը գնում է տնից եւ չի զգուշացնում ոչ մեկին դրա մասին եւ աղջիկը իր հեծանիվը առած այդպես իր գյուղի այն ամենագեղեցիկ վայրերով շրջում է ու փորձում է իր հորը գտնել, որովհետեւ մտածում է, որ դա իր հոր սիրելի տեղն է, որտեղ որ միգուցե իրեն կգտնեմ, միգուցե իրեն կգտնեմ։ Եվ ընտանիքի փոխհարաբերությունը, ազդեցությունը, ինչու է ամեն մեկը նեղացրել իր պապային, ինչու է նա գնացել, այդ հարցերի պատասխանն է փորձում գտնել իր մեջ եւ ամենակարևորը իր մեղքը ամեն ինչի մեջ որն է։ Իսկ ինչպես ես ընտրում այդ թեմաները, որ պետք է դառնան քո ֆիլմի հիմնական առանցքը, այս դեպքում այս աղջկա մասին, հայրիկի մասին կապ ունի քո անձնական օրինակի հետ։ Իմ ֆիլմերը, ֆիլմիկները, որոնք որ ես նկարում եմ, դրանք շատ խիստ անձնական են եւ ես միշտ չեմ վախենում դրա մասին խոսել, ասել, դրանք իմ վառ մանկությունից եկած հիշողություններն են, դրվագներն են, որոնք որ ես փորձում եմ ֆիլմերի մեջ դնել, այսինքն մի բան, որոնք որ ես տեսել եմ, ապրել եմ եւ այս վերջինը կապ ունի շատ մեր հայրենիքի հետ կատարվող ամեն ինչի հետ, որովհետեւ սա սիմվոլիկա է։ Ինձ միշտ հարցում են դիտելուց հետո ձեր հայրը արդյոք ողջ է, արդյոք ձեր հայրը ձեր կողքին, ասում եմ, այո, ես ունեմ շատ լավ ընտանիք եւ այս հոր կերպարը ինձ մոտ դա իմ հայրենիքի, Հայր Աստծո, շատ կենսաբանական հոր, նշական։ այո, այս երեք կապերի մասին է, մանավանդ պատերազմից հետո, որովհետև իմ սերունդը մասնակցել է, ես իմ ընկերներին եմ կորցրել, ես փորձում էի գտնել այդ կապը եւ դա եկավ սիմվոլիկայի մեջ, բայց շատ առօրյա կյանքում սովորական հայկական գյուղ, ընտանիք, որտեղ որ հոր կերպարը բացակա լինելով շատ ներկա է։ Իսկ ո՞րն է լինելու հաջորդ այն թեման, որը դառնալու է ձեր ֆիլմի գաղափարը։ Լիամետրաժ ֆիլմի թեման, որը 3 սերունդի մասին է, կանանց տատիկի, իր աղջկա եւ իր թոռնուհու։ Էլի քո օրինակից ես վերցրել։ Համարյա։ Բայց հիմնականում գլխավոր թեման երևի կլինի այդ տատիկի ու աղջկա կապը ու այդ սերունդների ապրած ուրեմն խառնուրդը եւ բախումը գուցե բախումը, այո։ Այսպես շատ մեծ թեմա է, բայց կարծում եմ ճիշտ ճանապարհի վրա եմ դեռևս։ Կրկին ինչ-որ խաղարկային ֆեստիվալների համար նախատեսված։ Խաղարկային, հեղինակային, առաջին դեբյուտային լիամետրաժ ֆիլմ։ Այս առումով հետաքրքիր է, քանի որ նման ֆիլմերը հիմնականում տեղ են գտնում ֆեստիվալների շրջանակում եւ դրանք չեն դառնում մասշտաբային, ինչ որ առումով նաեւ ձեր աշխատանքն է մնում շատ քիչ մարդկանց տեսանելի։ Սա արդյոք մի փոքր չի նեղացնում կինոռեժիսորին, որը որ այդքան շատ աշխատանք է անում, թե դուք չեք էլ փնտրում այդ շատ մեծ մասշտաբայնությունը։ Ես կարծում եմ, որ մեծ մասշտաբայնությունը եւ հեղինակային ֆիլմը իրենք իրար հետ շատ լավ կապված են, որովհետեւ ես վստահ եմ, որ շատ հեղինակային ֆիլմեր անող ռեժիսորների մարդիկ ճանաչում են, օրինակ Ջիմ Ջարմուշ։ Շատերը գիտեն եւ շատերը երկրպագում են Ջիմ Ջարմուշին, իր ֆիլմերը անգիր գիտեն, այսինքն կախված թե դու ինչ տեսակի ֆիլմ ես ստեղծում, դա շատ կարեւոր է։ Կամ երբ որ ես խոսում եմ Քրիստոֆեր Նոլանի մասին, իրենք ասում են, դե Քրիստոֆեր Նոլանը հեղինակային կինո չի անում, ինքը անում է այդպես բլոկբասթերային ֆիլմեր եւ այլն, որի մեջ որ կա շատ հեղինակային հատված։ Այսինքն, եթե մեզ մոտ կինոթատրոնում միայն նայում են պոպկորնային ֆիլմեր, չի նշանակում, որ աշխարհը չի դիտի քո հեղինակային ֆիլմը։
Ես շատ հարցեր ունեմ։ Ամենակարևորը այո, պատասխանը դուք տվեցիք հիմա։ Ինչ ֆեստիվալների եք մասնակցել այս ընթացքում։ Իմ դիպլոմային ֆիլմը այս տարի սկսեց Ոսկե ծիրանից, պրեմիերան ունեցավ հայկական միջավայրում, հետո գնաց ուրեմն Լոս Անջելես, գնաց Սան Ֆրանցիսկո եւ հիմա շուտով պիտի ցուցադրվի Մոսկվայում եւ Հունաստանում ցուցադրվեց այդպես եւ դեռ շարունակելու է։ Սա միայն այս տարվա իրադարձություններն էին, որը սկսվեց հուլիսի վերջերից, այսինքն Ոսկե ծիրանից։ Որ ֆեստիվալն է, որ դեռ կուզես մասնակցել։ Ոյ շատ կան, շատ ֆեստիվալներ, բայց վախենում եմ դրանց անունները տալ ու ես չգիտեմ դա կլինի թե չէ այս ֆիլմով, բայց հետագայում միգուցե լինի։ Ես քեզ իհարկե մաղթում եմ հաջողություն Շնորհակալություն։ եւ այս ֆիլմով եւ առհասարակ ստեղծագործական փայլուն միտք, որպեսզի նոր հետաքրքիր ֆիլմեր ստեղծես մեզ համար։ Շնորհակալություն շատ։ Սիրելի հեռուստադիտող, այսպիսով ամփոփենք մեր այսօրվա եթերը, շնորհակալություն հայտնենք նաև մեր գլխավոր գործընկերոջ Արփինետին մեր եթերն ապահովելու համար, իսկ ձեզ ցանկանանք խաղաղ եւ հաճելի հանգստյան օրեր, մինչ հանդիպում։